Ներխուժումը տեղի ունեցել, այս տրանսպորտային միջոցը խնդրում ենք ներխուժումը վերացնենք հանեք այստեղից։ Ներխուժում որտեղ է տեղի ունեցել։ Սեփականության իրավունքով պատկանող տարածքում ներխուժումը տեղի ունեցել, դեռ ներկայացնեմ սեփականության իրավունքով վկայագիրը։ Բան տեսնենք։ Այո, իհարկե, եւ հատակագիծը, որտեղ հստակ երևում է, որ այս տարածքը սեփականության իրավունքով Ձեր պատկանող ազգանունը ոնց է։ Վարդան Ալոյան։ Պարոն Վարդանյան, ուրեմն սենց Ալոյան։ Ալոյան։ Այո։ Պարոն Ալոյան, ուրեմն սենց ասեմ, ես մանրամասները դուք հայտնել եք ամեն ինչի վերաբերյալ, ես այդտեղ կոնկրետ ներխուժում կհամարվեր են ամեն ինչը, եթե պարիսպապատ լիներ տարածքը, Սահմանազատված է սահմանազատված լիներ տարածքը տարածքը, հենց հիմա կարող եք տեսնել սահմանազատված է։ այդտեղ ամեն ոք կարող է մտնել այս տարածք, կարող է դուրս գալ այս տարածքից։ Շատ լավ, բայց ամեն ոք չի կարող գույքը վնասել, դրա համար կանչել են Գույքի հետ ոստիկանություն ենք ազանգել, որպեսզի ներխուժումը վերացնեն։ Այստեղ ներխուժում ես չեմ տեսնում հարգելիս։ Իսկ ինչ վերաբերում է գույքին, գույքի հետ կապված քաղաքապետարանի մեր ներկայությունը կներկայացնի ինչն է պատճառը, այդ պատճառը թող մոտենան ներկայացնեն ինչ են անում, հասկանանք իրավական հիմք ունեն թե չունեն ու իրավունք ունեն թե չունեն։ Պաստառների հետ կներկայացնեք, խնդիրը որն է, Ինքնական տեղադրված արտաքին գովազդներն են, մեր ավարտանու 37 որոշումը հետազոտի համաձայն տեղական ինքնակառավարման մարմին, կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրավասու առանց տնտեսվարողին տեղեկացնելու ապամոնտաժելու ինքնական տեղադրված գովազդները։ Նախ եկեք արձանագրեք, որ սա չի հանդիսանում գովազդ, սա իրազեկման ակցիա է, գովազդի մասին օրենքով սահմանված կարգով հստակ նախատեսված է թե ինչն է հանդիսանում գովազդ։ Սա գովազդ չի հանդիսանում։ 1, երկրորդը, մեր տարածքը ամբողջությամբ սահմանազատված է, ես տրանսպորտային միջոցներ մտնելու համար էլ արգելափակոց անցան, որպեսզի մուտք գործեն։ Հիմա մենք խնդրում ենք ոստիկանությանը կառավարության որոշմամբ սահմանված կարգով վերացնել ներխուժումը, մասնավորապես այս տեխնիկան այստեղից հանել, նաև այն աշխատակիցները քաղաքապետարանի, ովքեր եկել են այս պաստառները ապամոնտաժելու, իրանց նույնպես տարածքից հանել, վերացնել ներխուժումը։ Հասկացած, պարոն Ալոյան ջան, ուրեմն եթե մեր գործողությունների մեջ քաղաքապետարանի կամ ոստիկանության արձագանքի մեջ տեսնում եք որևիցե այլ նկատառումներ, կարող եք մոտենալ եւ հաղորդում ներկայացնել վերօրյալի կապակցությամբ։ Խնդիրը հետեւյալումն է։ Իմ հորդորն է, իմ խնդրանքն է չխոչընդոտել Այստեղ խոչընդոտում երևի 3 օրվա ընթացքում տեսել եք, որ որևէ տեղ, որևէ ձև ֆիզիկական կամ որևէ այլ կերպ խոչընդոտում տեղի չունեցել, խոսքը գնում է հասարակական կարգը ապահովում։ Այստեղ խնդիրը հետևյալն է, պարոն Խաչատրյան։ Մենք հիմա ինչ ենք ասում ենք, օքեյ, մենք թեկուզ ապօրինի ենք անում քաղաքապետարանի մասին է խոսքը, էլի, կամ ոստիկանության գործողությունները լավ իրավաչափ չի, ոչինչ, թողեք մենք անենք, թող այս պաստառները հանենք, Սամվել Կարապետյանի լուսանկարը այստեղից հանենք, կարևորը հանենք, մեր առաջ դրված խնդիրը րոպե առաջ այդ լուսանկարները այստեղից հանելը։ Հետո դուք գնացեք կբողոքարկեք իրավաչափ կլինի, չի լինի տարիներ հետո ինչ կունենաք։ Այդ ընդունելի մոտեցում չի։ Հենց հիմա ակնհայտ երևում է, որ տարածքը սահմանազատված է։ Այս տարածքը հենց այնպես ոչ մեկ չի կարող մտնել։ Որ ապօրինություն է տեղի ունենում։ Դուք հիմա ասում եք սենց ասեմ էլի։ Հարգելիս մենք մի կողմ ենք գնում, գործողություն են կատարում, գործողություններից հետ կապված ես այն ամեն ինչը ներկայացրեցի ձեզ։ Մնացած հարցերով կմոտենաք, կբողոքարկեք, կհարուցվի, քննությունը կպարզվի։ Ակնհայտ է։ Մի կողմի կանոնը ասում եմ, ձեր ակնհայտ երևում է, որ սահմանազատված է։ Իմ խնդրանքն է, որ չխոչընդոտենք որևիցս մեկը մեկին, առանձնանանք Այսինքն հիմա ապօրինությանը չխոչընդոտեք։ Այստեղ ապօրինություն ո՞րն է։ Ապօրինություն քաղաքապետարանի գործողություններն են, որտեղ գովազդ չհանդիսացող նյութը գործում է գովազդի հոդվածի հիման վրա հանել։ Գովազդ չհանդիսացող նյութը, այստեղ ամենակարևոր շեշտադրումներից մեկը դա է։ Ոնց կբացատրեք դա, պարոն Առաքելյան։ Տեսեք, գովազդի մասին օրենսդրությամբ կարգավորման թե որն է գովազդ, որը չէ։ Դա հարցը հարգելի փաստաբանը այլ կարծիք ունի, որ դա գովազդ չի։ Բայց մենք հիմնավորել ենք, որ գովազդի մասին օրենքով սա գովազդ է։ Դուք հիմնավորել եք որտեղ։ Երեք առաջի օրը Որտեղ եք հիմնավորել էլի։ Ուղղակի բանավոր խոսքերը պրոստը եկել եք, ասում եք հանում ենք ու վերջ։ Հիմնավորում որևէ որոշում, որևէ իրավական ակտ, որևէ բան գոյություն չունի, ուղղակի բանավոր կարծիք այն ինչ որ մեկի մտքերն է, որ այո, կարելի է սա դիտարկել որպես գովազդ եւ գնալ հանել։ Ընդհանրապես սա, այստեղ խնդիրը այստեղ է, պարոն Խաչատրյան։ Մենք հանդիպում երրորդ անգամը ձեզ ներկայացվել է եւ գովազդի մասին օրենքը եւ Երևան քաղաքի ավականու որոշումը, որը գովազդի մասին համապատասխան օրենքի համապատասխան կետով լիազորումը յուրաքանչյուր համայնքի ավականու իր համայնքում արտաքին գովազդի տեղադրման կանոններն ու չափորոշիչները սահմանելու։ Այդ սահմանված չափորոշիչների եւ կանոնների հիման վրա 33-րդ կետի հիման վրա, եթե կա ինքնական տեղադրված գովազդ կամ գովազդի միջոց,
Համայնքը իրավասու է, կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրավասու է ապամոնտաժելու ինքնակամ տեղադրված գովազդը կամ գովազդի միջոցը։ Գովազդ բառը, բայց գովազդ չի սա։ Ամենակարևոր նշումը։ Որ չի պատկանում Սամվել Կարապետյանի այս իրազեկման ակցիային։ Եվ կասեք, սա ինչ է գովազդում։ Մոնտաժում է իրականացում նաև Արաբկիր վարչական շրջանում։ Ունդեղ էլ ուրիշ պաստառներ կամ խանութներ։ Ինքնակամ Ժորժյան, ստեղ ամբողջ հասկացած։ Ինչ է գովազդվում։ Ինչ է Գովազդի մասին օրենքով ֆիքսում է թե ինչն է գովազդը։ Տեղեկատվության տարածում, հայ մեջ չեմ ուզում ցիտեմ գովազդի մասին օրենքը։ Տեղեկատվության տարածում գովազդ է, պարոն Արաքյան։ Դե ֆիքսած է էլի, դե հիմա Ժողովրդական ակնհայտ է, որ դա գովազդ չի։ Պարոն Խաչատրյան, մի հատ շատ կարևոր նկատառում էլի։ Կներեք էլի։ Կներեք, Ես ուղղակի խնդրեմ ժողովուրդ տեղափոխվեն։ Պարոն Խաչատրյան, ապօրինություն է, տրամաբանություն է։ Որ ապօրինությունն է դա բանը քննությունը կպարտի Բայ ջան, կներեք, պարոն Խաչատրյան, մի վարքյան ավարտել։ Ալյան ջան, տարանք առանձնանանք մենք խոսենք։ Հստակ արձանագրենք։ Ես ուզում եմ մի խոսքն ասեմ, ոստիկանությունը ստեղը հասարակական կարգ ապահովելու ու պահպանելու Նաև ներխուժումը վերացնելու։ Ներխուժման հետ կապված դուք հաղորդում եք ներկայացել ոստիկանություն, այդ ամեն ինչը կպարզի քննություն։ Ահազանգ եմ արել։ Ահազանգը դա հաղորդման մի միջոց է, հարգելի։ Ահազանգ եմ տվել, որ այստեղ ներխուժում կա։ Ինչպես տեսակ, այս տեխնիկան որ մտավ արգելափակոցներից։ Արգելափակոցներից ով ասես կարող է մտնել։ Ով ասես կարող է մտնել, Վճարովի ներս մտնող մարդիկ ընդհանրապես մտնում են վճարովի տարածք, այդտեղ խանութներից բան գնում են կամ զվարճանքի տավայրերից օգնում գնում են։ Ոչ մեկ չի մտնում տարածքը վնասելու։ Հիմա Այդ տարածքը երբ որ կվնասեն, այս պաստառները վնասելու մասին ակնհայտ հասկացա, երբ որ վնասում են ձեր գույքը, գույքի հետ կապված կարող եք դիմել հաղորդում ներկայացնել։ Հիմա պարոն Խաչատրյան, ձեր ասած այն է, որ մենք այս պայն բոլորս, այստեղ ներկա բոլորը գիտեն, որ վնասվելու է։ Բայց մենք ասում ենք թող վնասեն, գնացեք հետո տեսեք ինչ կանեք։ Օրինական ճանապարհով եք փախցվել սա։ Այո։ Իսկ ինչ են պնդում, որ դա օրինական չի։ Իրանց պնդումն է, հիմա ինչի պիտի իրանց պնդումը առաջնահերթ դիտարկվի։ Քննարկելու հարցը չէ արգելից։ Չէ, քննարկելու հարցը ոչ թե փոկելուց հետո։ Ոչ թե ստեղ, այլ համապատասխան Ոչ թե վայրում։ փոկելուց հետո պետք է դա քննարկվի, այլ պետք է քննարկվի հստակ որոշվի, որ դա մի վարքյան չէ, Ավետչյան, հստակ հասկանանք։ Ավետչյան չէ, եթե անեք իմաստ չունի։ Արգելի փաստաբան։ Ստեղելները իմաստ չունի, եթե։ Արգելի փաստաբան։ Մոտենանք ենքում չխանգարենք։ Հիմա մենք արդեն խոչընդոտում ենք։ Չէ, չենք խոչընդոտում։ Մենք Հենց այս մեր կանգնած վայրով խոչընդոտում ենք։ Պարոն Խաչատրյան, իրավունք չունենալու հետ կապված հայտարարում եք, որ իրանք իրավունք ունեն։ Դուք արդեն իսկ հաղորդում եք ներկայացել։ Դուք հայտարարում եք, որ իրանք իրավունք ունեն։ Ես խնդրում եմ ես կողմեք։ Մի վարքյան ժողովրդան, չէ, մենք պիտի պարզենք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Դուք հաղորդում ներկայացել եք ճիշտ է։ Ասում պետք է հասկանանք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Իրավունք որ չունենա, այստեղ խեին եք ես այս մարդը։ Ապօրինին եք։ Մարդը ես հենց հիմա հայտարարում եմ։ Պարոն Արաքելյանը ձեզ ներկայացրեց, չէ՞ ինչի հիմա վրա են։ Ես հստակ հայտարարում եմ, որ իրանք գործողությունները ապօրին է, պարոն Խաչատրյան։ Ապօրինի։ Ես հստակ հաղորդումը հայտարարում եմ։ ներկայացրեց, մնացած հանգամանքները կպարզվի։ Եթե ապօրինի այս մարդիկ պատժվեն, Բայց չկանխենք սահմաններում։ հենց հիմա ապօրինությունը չկանխենք, ասենք եկեք գնանք, հետո կգանք։ Ապօրինություն ստեղ չենք Պարոն տեսնում։ Խաչատրյան, ես հստակ տեսեք քարտեզով ցույց եմ տալիս։ Ես քարտեզը Այստեղ հստակ է ու տարածքն էլ ամբողջությամբ սահմանազատված է, ինչպես տեսակ։ Սահմանազատված չի, փակ չի տարածքը, որը որ ձեր տարածք կարող են տեխնիկան կարող են մուտք գործել բացառապես սահմանված վայրը, որտեղ արգելափակոց է դրված եւ ֆիքսվում է որտեղ տրանսպորտային միջոցն է։ նշված տարածք, ով ասես կարող է մտնել։ Ով ասես կարող է մտնել, միայն մեր թույլտվությամբ, եթե մենք ցույց տանք, չեն կարող։ Քանի որ սա Այստեղ շատ կարևոր վճարովի ավտոկայանը Ճավի ավտոկանատեղի իմաստը ոչ թե մտնել գույքը վնասելն է, այլ ավտոկայանն հետո դուրս գալն է։ Հենց հիմա փորձ է կատարվում գույքը վնասելու։ Դուք ասում եք թող վնասեն, հետո կգանք։ մոնտաժումը են ձեր փակցված գովազդը, ոնց որ Գովազդ ասեց, չի սա։ Մեզ ներկայացնում եք խաղարկածով, որ քաղաքապետարն ինչ ասի, դա է ճիշտը։ Այդ շատ վատ բան է, մոտեցում է, պարոն Խաչատրյան, չի կարելի ասել, եթե քաղաքապետարն սխալի հարցը չեմ որոշում։ Դե հիմա իրանք ասում են գովազդ է, Ես դրա համար ոստիկանության ներկայացուցիչ եմ։ Դուք հայտնում եք ձեր ասենք ամեն ինչը, որը որ վնասում են կամ չգիտեմ, փոխում են, դրա կապված դադարեցնել միջև վերջացնենք, տղեկ։ չէ, ձեր գործը արեք։ Պարոն Խաչատրյան, Դուք հաղորդումը ներկայացրել եք, ասում եք, որ ներխուժում չկա այստեղ։ Այո։ Եվ ասում եք, որ քաղաքապետարանի գործողությունները օրինաչափ է, դրա համար օրինաչափ, անօրինաչափը կպարզի քննություն։ Դե եթե մի վարքյան, Դուք ձեր հաղորդումը դուք վստահ եք, որ իրանց գործողությունները օրինաչափ են, բայց ասում եք, նորից եմ ասում, ես ստեղ հասարակական կարգի կարգը պահելու համար խնդրում ինչ վերաբերում է, ես իրաց չեմ կարող դուրս հրավիրել ցելից, որովհետեւ սեփականները ձեզ լիազորում է։ հավաքանու որոշման իման վրա ապամոնտաժումը
Հիմա Փակցված, ձեր կողմից փակցված։ Մի կողմից ասում եք, որ օրինական է իրանց գործը, մյուս կողմից ասում եք, չգիտեմ, հետո կերևա։ Օրինական, անօրինականը ձեր հաղորդման հիման վրա կպարզվի։ Եթե օրինական չենք թողնում անել դա։ Ինչն է անօրինական։ Անօրինականը հենց է հիմա գույքը Արոն վնասել է։ Արաքելյանը քաղաքապետարանի մեր աշխատակիցը, ես չգիտեմ որտեղ է աշխատում, ձեզ բացատրեց։ Գովազդի բաժնի ղեկավարը։ Գովազդի բաժնի ղեկավարը բացատրեց իր։ Եթե խնդրում եմ չանեք, ված բան եք անել։ Եթե առայժմ խնդրում եմ մեկ անի։ Եթե մենք անօրինական ինչ-որ Հա, ձևով եք անենք։ Հա, անօրինական է։ Հենց մի անօրինական է։ Բարատարն անօրինական է ու քրտելով է։ մենք պատասխանատվություն Հետ կողմ է, ով մի խոչընդոտեք ժողովուրդ։ Ժորժ ջան, մի քիչ հետ կանգնեք մի խանգարեք, խնդրում եմ Ոչ մեկ չի խանգարել, պարոն Խաչատյան, ոչ մեկ չի խանգարել։ Ես շնորհակալ եմ։ Ալոյան ջան։ Ես ընդհանրապես ուզում եմ արձանագրել, որ դուք ասում եք, չգիտենք, օրինական է թե արձանագրված արգելիս։ ուզում եք ուզում եմ արձանագրել, որտեղ չգիտեք սա օրինական է թե չէ, բայց դուք ձեր հաղորդման վրա, ձեր հաղորդման հիման վրա ամեն ինչ արձանագրված է։ որ այդ գործողությունը իրականացվի։ Գիտենալով թե դա Մենք վիդեո սենտերն ենք, մենք հասարակական կարգ ենք կապել։ Քաղաքացին զանգել է ոստիկանություն, որ կանխեք Պարոն Ալոյան, այսինքն պետք է սեփականության բնականի հատակագիծներ կամ լրատվամիջոցներին, որտեղ այստեղ հստակ երևում է շինությունը եւ շինության դիմաց է այս հատվածը, որտեղ այս պայն ավտոկայանատեղին է, սա սեփականության իրավունքով պատկանող տարածք է։ Եվ կարող եք լրատվամիջոցներին խնդրեմ ամբողջ այս պարագիծը եւս նկարել ցույց տա, որ ամբողջությամբ փակ է, հենց այնպես մեքենա չի կարող այստեղ մտնել։ Մեքենաները կարող են մտնել միայն սահմանված վայրերով, որտեղից արգելափակոցներ է դրած, դա էլ նախատեսված է վճարվի որպես Պարոն Ալոյան, այսինքն ձեզ առաջարկում են հանեն պաստառները, հետո իրենք հասկանան։ Մենք հանենք դու գնացեք դատարանում 2-3 տարի կբողոքարկեք ինչ կանեք, հետո կերևա մենք ոստիկանությունում կլինենք, քաղաքապետարանում աշխատելուց կլինենք, ինչ կլինենք, էական չի։ Հիմա մեզ հանձնարարություն կա, որ սա պետք է շտապ հանվի, մենք հանում ենք, կապ չունի դա օրինական է, թե օրինական չի։ Ոստիկանությունն էլ ասում է կապ չունի օրինական է, թե օրինական չի։ Ես պետք է ապահովեմ, որ դա անեն։ Մենք աբսոլյուտ ժանր։ Երբ հյուսիսային պողոտայից էին հանում Տաշեստրիտի մուտքի եւ երկերի մոտից, ասում են գովազդի մասին օրենքներ խախտել։ Հիմա ասում են, երբ ասում եք սա գովազդ չիրազեկման ակցիա է, իրենք այլ բացատրություն են բերում։ Սա ինչ է նախապես։ Հյուսիսային պողոտայում ընդհանրապես էկրաններ են վերցրել տարել, որ իրավունքությունները եւ որի վերաբերյալ գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեն հաղորդում են ներկայացվել, մոտ 30-ից 40 միլիոն դրամ մոտավորապես այսպես նախնական ասել արժողությամբ գույքի կողոպուտի վերաբերյալ հաղորդում են ներկայացվել, որ այդ ախտապաշտություն այդ նույն իրավիճակն, նույն իրազեկման ակցիան, որը չի հանդիսանում գովազդ, եւ սրա մասով որևէ գովազդի հիմնավորումներով մտնել մարդկության տարածք, սեփականության իրավունքով պատկանող գույքը վնասել կամ ոչնչացնելով անել, իրավունք չունեն, ապօրինի են։ Ոստիկանությունն էլ նշում է, չգիտենք սա օրինական է թե օրինական չի, բայց մենք կապահովենք, որ դա արվի։ Ասում եմ պարոն Ալոյան, ստացվում է որ իրանք ասում են որ դիմեք ոստիկանություն, հա, դուք ոստիկանություն եք կանչել, ոստիկանությունը իրենից ասում է դիմեք ոստիկանություն։ Այո, անցել ավելի վատ էր, ոստիկանը իսկ դուք ոնց եք զանգել մամուլի բաժին ոստիկանության դիմել, որ իմալ են խնդրել։ Մամուլի բաժին լրագրողներ օրինակ կարող են որևէ տեղեկություն հարցնել։ Կարող է հիմա դիմեք մամուլի բաժին զանգեն, տեսնենք ինչ է։ Կարող եք դուք դիմել, ես հեռանամ, որպեսզի ինստալ ներկայացնել ոչնչություն չդիտվի։ Չէ, բան չեմ կարող իրակի անել։ Մենք եկեք այս կողմ գանք 102-ով եք զանգել։ 102-ով ուրիշ համարով պետք է զանգեք, այնտեղ ուրիշ ոստիկաններ կան, իրանք կան իրանք տեղ։ Վայ, դա ցավոտ չէ։ Մենակ 102։ Այս մի ոստիկանությունն է, որը գործողությունը չի անում։ Պարոն Ալոյան, իսկ ահա զանգեր ստացել եք, որ այդ վայրերում, որտեղ օրինակ կան այսպիսի պաստառներ իրազեկման, այս պահին չունեն։ պատրաստվում են հանել։ Այս պահին դեռ չունեն։ Եվ պարոն Ալոյան, մեկ հարց է, տեսեք, հաշվի առնելով այստեղ տված բացատրությունը ոստիկանության կողմից, հա, ոստիկանի կողմից։ Դուք ինչ եք կարծում, արդյոք արդարացի լուծում կստանա։ Դուք ասում եք հաղորդում ենք ներկայացրել։ Այստեղ ոստիկանության եւ քաղաքապետարանի աշխատակիցների իրավապահ համակարգից։ Տեսեք, քաղաքապետարանի աշխատակիցների եւ ոստիկանության աշխատակիցների գործողությունները վիճակվել են վարչական դատավարության կարգով։ Այո, վարչական դատարանը շատ օբյեկտիվ եւ արդյունավետ աշխատող դատարան է եւ այնտեղ գործի իրավաչափ լուծում ստանալու ակնկալիքներ բնականաբար շատ մեծ են
բայց հարցն է, որ վարչական դատավարության կարգով գործերը մոտ 2-ից 3 տարի են միջինում քննվում եւ վերջնական որոշում ստացվում։ Իսկ այդ ժամանակ այս ակցիան ընդհանրապես իմաստ չունենա։ Այդ ժամանակ դուրս եք հասկացել համապատասխան։ Բնականաբար ոստիկանության կամ քաղաքապետարանի աշխատակիցները հավանաբար այնտեղ աշխատելու չեն ունի, ավելի լավ տեղ գնացած կլինեն կամ ավելի բարձր պաշտոնի գնացած կլինեն, այսինքն իրադրությունը 3 տարի հետո ունենալը բանը իրավիճակը իմաստ չունի։ Այս է խնդիրը, այսինքն ասում մենք անենք, դուք գնացեք 2-3 տարի կբողոքարկեք դատանով, կհաստատվի, որ մենք 3 տարի առաջ ապրում ենք, որ օքեյ, մենք հիմա մեր բանը ցուցումը կանենք։